օրինակ հեծի պատմությունից գիտենք, որ հեծը, որը ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, ընդ որում իրանց կառավարման արդյունքում ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, իրենք գնացել են տոկոսով միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր են վերցրել, հետո այդ վարկով վերցված փողը անտոկոս փոխառություն են տրամադրել իրենց հետ առնչություն ունեցող ինչ-որ կազմակերպությունների, այսինքն դուրս է գալիս, որ այդ տոկոսները փակվել է ժողովրդի վճարած այդ էլեկտրաէներգիայի վարձավճարներից եւ փաստացի նաեւ այդ տոկոսներով է գոյացել այն բարձր գինը, որը կար հոսանքի հետ կապված եւ պատկերացրեք իրենք երկիր են ղեկավարում, մի օր էլ Հայաստանն են դնելու ինչ-որ գրավադրելու տոկոսով փող վերցնեն, վարկեր վերցնեն, հետո այդ վարկերը անտոկոս փոխառությամբ տրամադրել, այսինքն ուրեմն իրենց հետ առնչություն ունեցող կազմակերպություններին, այսինքն ձևական առումով դուրս է գալի, որ հա իրանք մի դրամով ուրեմն երկիր են ղեկավարում, բայց միլիոնավոր այդ մի դրամը մեր վրա արժանալու է միլիոնավոր տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարների եւ հետեւաբար այդ կեղծ պոպուլիստական ուրեմն հայտարարություններով ես կարծում եմ, որ չեն կարողանա խաբել մեր ժողովրդին, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը հատկապես վերջին տարիներին քաղաքականապես այնքան է հասունացել, որ տարբերվում է կեղծ իրականությունից եւ թացը չորից։